Գլոբալ դերակատարների բանակցությունները եւ պայմանավորվածությունները շատ հաճախ որոշում են փոքրերի ճակատագիրը։ Օրինակ, եթե որոշվեց, որ այդ նոր աշխարհի բաժանման արդյունքում Հայաստանը լինելու է արևմտյան ազդեցության գոտի, բնականաբար լինելու է արևմտյան ազդեցության գոտի, լինելու է ռուսական ազդեցության գոտի կամ լինելու է չեզոք նեյտրալ գոտի, որտեղ հենց մրցակցելու են իրենք, տարբեր սցենարներն էլ ըստ էության, իհարկե վատթարագույնն այն է, որ չլինի որից է կետում, այլ լինի մրցակցության ասպարեզ։ Դա նշանակում է, որ Հայաստանի տարածքը անընդհատ օգտագործվելու է տարբեր երկրների հատուկ ծառայությունների տարբեր գործողություններ այստեղ իրականացնելու համար։ Մենք օր ու արև չենք տեսնելու այդ սցենարի դեպքում։ Մեր տարածաշրջանում որպես կանոն խաղաղությունը հնարավոր է լինում, երբ որ տարածաշրջան եւ երկրներ հայտնվում են միևնույն աշխարհաքաղաքական ազդեցության գոտում։ Լինի դա Օսմանյան կայսրություն, լիներ օրինակ պարսկական տիրապետություն, ռուսական կայսրություն կամ խորհրդային միություն, էական չէ, բայց երբ որ տարածաշրջանը հայտնվում է մեկ գլոբալ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի ազդեցության գոտում, այստեղ բնականաբար ակտիվ հակամարտությունները էականորեն նվազում են եւ խաղաղության տեսլականը ավելի է, այնպես որ հուսանք, որ գոնե այս աշխարհի վերաբաժանման ընթացքում մենք գոնե որևէ գլոբալ ազդեցության գոտում կհայտնվենք ու դրանով իսկ որոշակի շունչ կհավաքենք ու խաղաղ ստեղծագործ աշխատանքի հնարավորություններ կունենա մեր երկիրը, ժողովուրդը։